Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք կկիրառենք թղթային քրոմատոգրաֆիա տարբեր գունանյութեր բաղադրամասերի բաժանելու և վերլուծելու համար։ Կդիտարկենք գունանյութերի բաղադրիչների տարբեր արագությամբ տեղափոխումը միջավայրում, որպես քրոմատոգրաֆիայի հիմքում ընկած սկզբունքը։ Քրոմատոգրաֆիան խառնուրդների բաղադրիչների բաժանման լաբորատոր մեթոդ է։ Տարբեր գունանյութեր պայմանավորված իրենց լուծելիությամբ և թղթի մանրաթելերին մոլեկուլների ներգրավմամբ տարբեր արագությամբ են տեղափոխվում թղթի միջով։ Այս հատկությունը թույլ է տալիս միևնույն խառնուրդի բաղադրիչները տեսնել առանձին գունային շերտերով։ Քրոմատոգրաֆիայի 3 հիմնական բաղադրիչները։ Բաժանվող խառնուրդ, մեր օրինակում այն գունանյութերն են։ Շարժական միջավայր, սա հեղուկ է, որը բաժանվող խառնուրդը տեղափոխում է մեր համակարգի միջով։ Մեր օրինակում այն էթիլ սպիրտն է։ Կայուն միջավայր, սա նյութ է, որի հետ բաժանվող խառնուրդը փոխազդում է և դանդաղ շարժվում։ Մեր օրինակում այն քրոմատոգրաֆիայի թուղթն է։ Բաժանվող խառնուրդը կիրառվում է թղթի հատակին մոտ, որը այնուհետև ուղղահայաց տեղադրվում է շարժական միջավայր պարունակող տարայի մեջ, թղթի եզրը ընկղմված վիճակում։ Թղթի մազանոթային ազդեցությունը շարժական բաղադրիչը քաշում է թղթի վրայով, տանելով այն դեպի վերև։ Կայուն միջավայրի հետ տարբեր փոխհասուցությունների պատճառով խառնուրդի տարբեր բաղադրիչները շարժվում են տարբեր արագությամբ։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են 4 հատ քրոմատոգրաֆիայի թղթի երիզ, քիմիական բաժակ, տարբեր գույնի մարկերներ կամ գրիչներ, A4 չափսի թուղթ կամ տետրի թուղթ, գրաֆիտե մատիտ, փայտե ձողիկ, պիպետ, ամրակներ քրոմատոգրման թղթերը փայտե ձողիկին ամրացնելու համար, էթիլ սպիրտ, լուծիչ։ Հագնել խալաթ և ռետինե ձեռնոցներ։ Էթիլ սպիրտը գրգռիչ է աչքերի և մաշկի համար, ներշնչելիս առաջացնում է քնկոտություն, խուսափել գոլորշու ուղղակի ազդեցությունից։ Փորձից ստացված թափոնները տեղափոխել նախատեսված տարաների մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Գրաֆիտե մատիտով քրոմատոգրաֆիայի թղթի եզրից մոտ 1 սմ հեռավորությամբ գծենք սկզբնագիծը։ Սկզբնագծի վրա սև մարկերով նշենք մոտ 2 մմ շառավղով կետ։ Թողնենք մի քիչ չորանա և այն կրկին նշենք։ Սա կրկնենք ևս մեկ անգամ և թողնենք չորանա։ Վերցնենք քրոմատոգրաֆիայի թղթի ևս 3 այլ կտորներ և նույն գործողությունները կատարենք, սակայն որպես գունանյութեր օգտագործենք կապույտ, շագանակագույն և կարմիր մարկերները։ Չափենք բաժակի բարձրությունը։ Քրոմատոգրաֆիայի թղթերի հակառակ եզրից չափենք բաժակի բարձրությունից 1 սմ-ի չափով կարճ հատված։ Պիտակավորենք թղթերը ամենավերին մասում փոքր տառերով գրելով սև, կապույտ, շագանակագույն և կարմիր և ծալենք դրանք։ Այդ ծալքով ամրացնենք փայտե ձողիկին։ Թղթերը կախենք բաժակի մեջ և համոզվենք, որ դրանց ստորին ծայրերը բաժակի հատակից մոտ 1 սմ հեռավորության վրա են։ Հանենք թղթերը բաժակից, բաժակի մեջ լցնենք էթիլ սպիրտ, մոտ 1,5 սմ բարձրությամբ։ Թղթերը կախենք բաժակի մեջ։ Չփոխելով թղթերի դիրքը, սպասենք մոտ 7 րոպե, հետևելով քրոմատոգրաֆիայի գործընթացի ընթացքին։
Ահա թղթի մանր ծակոտկեն կառուցվածքի շնորհիվ էթիլ սպիրտը սկսում է վեր բարձրանալ, կարծես սողալով թղթի միջով։ Նկատվում է, որ մարկերի գույները սկսում են շարժվել դեպի վերև։ Սա նշանակում է, որ լուծիչը, էթիլ սպիրտը, սկսում է տանել ներկանյութի մոլեկուլներն իր հետ։ Ինչպես տեսնում եք, գույները սկսում են բաժանվել շերտերի տարբեր արագությամբ։ Դա վկայում է, որ տարբեր գունանյութեր, տարբեր չափով եւ տարբեր արագությամբ են կլանվում թղթի մանր ծակոտկեն մակերեսում եւ ունեն տարբեր լուծելիություն սպիրտի մեջ։ Ահա կարծես թե շերտերն արդեն ձևավորվել են։ Դա մարկերի կազմի բաղադրիչներն են։ Հիմա արդեն հանենք քրոմատոգրաֆիայի թղթերն անոթից եւ դնենք սովորական թղթի վրա։ Թողնենք չորանա։ Տեսնում ենք, որ մարկերի կաթիլները սպիրտի հետ բարձրանալով վեր բաժանվել են տարբեր գունային երանգներ ունեցող բաղադրիչ մասերի։ Հաջորդաբար դիտարկենք ստացված գույները։ Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք աշխատասեղանը, հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։ Այս փորձի ընթացքում մենք կիրառեցինք թղթային քրոմատոգրաֆիայի մեթոդը, որպեսզի տեսնենք, թե ինչպես է խառնուրդը, սևը եւ այլ գունավոր մարկերների գույնը բաժանվում իր բաղադրիչների։ Դիտարկումներից պարզվեց, որ էթիլ սպիրտը որպես շարժվող միջավայր բարձրացավ թղթի մանր ծակոտկեն կառուցվածքով, կայուն միջավայրով իր հետ տանելով ներկանյութերի մոլեկուլները։ Տարբեր գունանյութեր տարբեր արագությամբ եւ տարբեր հեռավորությունների վրա տեղաշարժվեցին, ինչի արդյունքում հայտնվեցին գունային շերտեր։ Սևը բաժանվել է կապույտ գույնի, կապույտ գույնը բաժանվել է մանուշակագույնի, շագանակագույնը բաժանվել է կապույտի եւ կարմիր գույների, կարմիրը բաժանվել է բաց վարդագույնի։ Քրոմատոգրաֆիայի մեթոդի հիմքում ընկած է նյութերի տարբեր լուծելիությունը եւ թղթի մանրաթելերի հետ նրանց տարբեր փոխասեցությունը։ Այն գունանյութերը, որոնք ավելի հեշտ լուծվում են էթիլ սպիրտում, բարձրանում են ավելի արագ, իսկ նրանք, որոնք ավելի ուժեղ կլանվում են թղթին, մնում են ներքևում։ Այս փորձը ցույց տվեց, որ անգամ միատեսակ թվացող սև գույնը իրականում բաղկացած է տարբեր գունանյութերից, որոնք կարելի է բաժանել թղթային քրոմատոգրաֆիայի միջոցով։ Այս մեթոդը արդյունավետ է ոչ միայն գունանյութերի ուսումնասիրության, այլ նաև այլ խառնուրդների բաղադրիչների հայտնաբերման համար։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։